2018 թվականին հասարակական կոնսենսուսը կառուցվեց նախկին բոլոր հեղինակությունների մերժման վրա։ Այն անձով քանդում էր հին համակարգը, ընկալվեց որպես միակ վստահելի դերակատար ու դարձավ քաղաքական լեգիտիմության հիմնական աղբյուրը։ Իսկ հետո Մաքս Վեբերի ապասրբացում հասկացությունը մեզ հուշում է ժամանակակից աշխարհի փոխակերպման մասին, դրա առասպելազերծ դառնալու մասին։ Ռոլան Բարտի առասպելաբանություն աշխատանքը դիտարկում է դրանք որպես հաղորդակցման միջոց վերլուծում առասպելների վտանգները։ Այս եւ այլ հեղինակների վերլուծությունը ցույց է տալիս, որ միֆերի առասպելների ապամոնտաժումը կարևոր է, այն քննադատական մեթոդ է ու քաղաքական հասունացման դրսևորում։ Դրա կարևոր ու օգտակար փուլերից մեկը, քանի որ հասարակությունը դադարում է ապրել կեղծ հույսերով ու սկսում տեսնել իրական կյանքը իրական գույներով, բայց այս պրոցեսը կանոններ ունի։ Կործանարար է քանդել ամեն բան, չտալով փոխարինող իմաստ և չդլցնելով դա նոր իրական բովանդակությամբ կամ գոնե ավելի օգտակար միֆով։ Առավել վտանգավորը, երբ ապամիֆականացումը դառնում է երբևէ գոյություն ունեցած հեղինակությունների ապալեգիտիմացում, տոտալ հեղինակազրկում։ Այս դեպքում հարցի առանցքը գլխի վայր շուռ է գալիս։ Հետո սկսվեց ամեն բանի ու ամենքի հիմնարար ու ինստիտուցիոնալ հեղինակազրկման ռեժիմը։ Չկան կարմիր գծեր, փակ թեմաներ, ակնածանք պահանջող վարքագծային մոդելներ։ Ամեն բան քննարկելի է, ամեն բան դատապարտելի է, ամեն բան սակարկելի է, ամեն բան կարելի է։ Գործող իշխանության աղաթը կարող է դիպչել ցանկացած թեմայի ու հրամցնել հերթական զոհին մեզ ասելով. այս հեղինակությունը եւս չկա, այն լեգիտիմ չէ, վատն է, արժանի չէ եւ այլն եւ այլն։ Հեղինակազրկվում է ամեն ինչ, ինչ հնարավոր ու անհնար է, պետք է կամ գոնե այդ պահին այդքան էլ չէ։ Այս գործընթացը դիմել է ամեն բանի՝ բանակ, եկեղեցի, անկախության հռչակագիր, պատմություն, պատմական խորհրդանիշեր, պատմական ինստիտուտներ, պատմական հիշողություն, պետական ինստիտուտներ, պաշտոնյաների վարքագիծ, պատասխանատվության մոդել, քարոզվող արժեքներ, անգամ էմոցիաների թույլատրելի մոդելներ։ Պարզվում է, Արցախ վերադառնալու միտքն անգամ տարածքային պահանջ է, Արարատ սարի հիշատակումը տարածքային պահանջ է, հիանալ չի կարելի, կնեղվեն, հիշել չի կարելի, կբարկանան, երազել չի կարելի, կսպանեն, սիրել չի կարելի, կնյարդայնանան։ Հանուն ճշմարտության ասեմ, կան դեպքեր, երբ ոչ թե հեղինակազրկվում, այլ քանդվում են միֆեր, առասպելազերծվում են դրանք, որոնք օգտակար են թե հասարակության ու թե անհատապես վերցրած մարդու համար։ Օրինակ, հող հանձնողին հանձնենք հողին բանաձևը, ճակատագրական պահերի համար իբր փայփայված իբր ուժեղ գեներալները, հարց լուծողները, պսևդոինտելեկտուալները, պսևդոփրկիչները, մեր բարեկամների, դաշնակիցների ու թշնամիների մասին պատկերացումները։ Մեզ թշնամի պետք էլ չի, եթե անկեղծ, մենք ինքներս ամեն բան կարող ենք անել, մենք ինքներս մեզ կոչնչացնենք վիրտուոզ կերպով։ Կամ ինչ արժի միայն Արցախի ողբերգական կորստի նկատմամբ եղած վերաբերմունքը, հանրային արձագանքը, միֆեր հակառակը սпасելը ու դրանից վախենալով ոչինչ չանելը։ Ինքը հասարակությունը աշխարհում իր տեղի ու դերի մասին ունի այնպիսի պատկերացումներ, որոնք այլ բան քան առասպել չես անվանի։ Քրիստոնյա ենք, աշխարհը չի թողնի մեզ սպանեն, Շարլ Ազնավուր ունենք կամ ունեինք, Ֆրանսիան մեզ կօգնի, այդքան հայ կա Ամերիկայում կօգնեն, Ռուսաստանին Արցախը ավելի պետք էր, քան մեզ, էթո պահեին ու այսպես շարունակ։ Հայաստանում միֆ չէ միայն փողը, դրա հանդեպ ունեցած սրբազան հարգանքը, հանուն դրա բոլոր հնարավոր ու անհնար գործարքները, իմաստային ու գոյաբանական համընդհանուր, թե կուզեք ազգային, թե կուզեք ոչ սպառողական, գաղափարական այլընտրանքի բացակայությունը ու տոտալ հեղինակազրկումը ստեղծել են ինքնության վակուում, որն էլ բերում է որպես հասարակություն ու պետություն մեր տեղի ու դերի մասին դեֆորմացված ու հատվածային ընկալումների։ Չկա բացարձակապես ոչինչ, որը կմիավորի Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությանը։ Խոսքն իհարկե ընտրական, էլեկտորալ մեծամասնության մասին չէ։ Իշխանության տեսանկյունից, եթե հարցը քննարկենք, իրական Հայաստանի կոնցեպտը ի սկզբանե այդ վակուումը լցնելու ձախողված փորձ էր, որովհետև այն ուղղակի բոլոր ապալեգիտիմացված ու հեղինակազրկված երևույթների համակցությունն է, առանց ինքնուրույն ու հանրային կոնսենսուս ունեցող բովանդակության։ Ընդդիմության տեսանկյունից էլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը եւս այդ վակուումը լցնելու բանաձև չէ, որքան էլ պարադոքսալ թվա։ Դա եղանակ է, բայց ոչ բովանդակություն։ Ու այս ամենի ֆոնին, այս ամենի հեղինակը ինքը դարձել է պսևդո առասպելական կերպար, որին իբր չի կարելի հաղթել, որ իբր ամենալավն է հասկանում քաղաքականությունից, ամենալավն է ֆրծնում բոլորին եւ այլն։ Սնվում է այս միֆը ընդդիմախոսներից, ու արդեն ընդառաջ գալիք ընտրություններին կարևոր է արձանագրել. այս ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ուժ ու անհատ պետք է գիտակցի, որ ստանձնում է բեռ ու պատասխանատվություն նրա համար, թե ինչ տեղի կունենա հետո, ամեն մեկը իր չափով։ Մեծ պատասխանատվություն կա Սամվել Կարապետյանի ուսերին, թերևս ամենաշատը բոլոր մասնակիցներից, ամենաշատը իրենից են սպասում, կամ ինքը կառասպելազերծի Փաշինյանին, կամ կդառնա Փաշինյան միֆը
հերթական սնող մեկը, նույնը վերաբերում է մյուսներին, իրենց չափով, յուրաքանչյուր որոշում ընտրություն է, միավորվելը, առանձին գնալը, մասնակցելը, չմասնակցելը, ցուցակում լինելը կամ ոչ, պատասխանատվություն է թիմային ու անհատական, ու հուսով եմ, շեմը հաղթահարելու կամ մանդատի մասին տենչացող յուրաքանչյուրը գիտակցում է, որ սա իրենց վարդագույն երազանքի մասին չէ, իրենց ավելի արժանի լինելու մասին չէ, ոչ էլ իրենց ամբիցիաների մասին է, սա Հայաստանի մասին է, ձախողելու դեպքում Հայաստանի կողմից վճարվող գնի մասին է, 2021 թվականի ընտրություններին ակնկալիքը իշխանության հեռացումն էր, բայց ստացվեց ուղղակի պաթոսով հարց տվող ընդդիմություն, իսկ գինը կորսված Արցախ, իսկ հիմա, ինչ է լինելու հիմա, վերջաբանի փոխարեն, իշխանության հակառակորդների շարքում միֆ կա, իշխանությունը ձայն չունի կամ քիչ ձայն ունի, սա շատ հաճելի ու կոմֆորտ մտայնություն է, բայց դրա ապամիֆականացումը դաժան ու ցավոտ է լինելու, ձեր ու Հայաստանի համար, բոլորիս ու Հայաստանի համար, Նիկոլ միֆը վերջնական իրականություն չդարձնելու ու այն քանդելու համար ասիմետրիկ քայլեր են պետք, ոչ թե առերևույթ խորհրդավոր ու խելացի, բայց իրականում էգոիստ ու չմտածված, այլ ասիմետրիկ մտածված, կամ զարմացնում եք մարդկանց, անակնկալի բերում Փաշինյանին, բանաձև տալիս Հայաստանին, կամ ընդունում եք միֆականացված առաջնորդի առկայությունը ու ձեր պարտությունը, երրորդ տարբերակ չկա։